Ամեն մարդեր դորոստ ունենալիս ողվում է, ինչ-որ չափով դառնում անճանաչելի լիք։ Վահանի պես մեծ կամքի տեր մարդու ես դեռ չեմ ճանաչում։ Չեմ հասկանում ինչ է հիմա իր հետ կատարվում։ Ես էլ այսօր մեծ անակնկալ եկա նրան տեսնելով Վիկ։ Վահանը շատ է փոխվել։ Մենք պետք է հանենք նրան այս վիճակից։ Կհանես, բա չես հանի։ Եթե նա չի ուզում դուրս գա այս վիճակից, ոչ մեկ իրան չի օգնի։ Վահանը այն մարդը չի, որ լսի ուրիշներին։ Ու ինչ ես առաջարկում։ Պետք է ձեռքներս ծալած նստենք ու տեսնենք Վահանի վիճակը ոնց է սրվում։ Իցես դու էլ ես տարօրինակ Վիկ։ Մարկ, դու շատ լավ գիտես ես ոնց եմ վերաբերվում Վահանին։ Բայց այս պարագայում չեմ կարծում, որ մենք նրան կարող ենք օգնած լինել։ Կարող ենք։ Մենք օգնենք Վահանին մեր խորհուրդներով ու ներկայությամբ։ Հավատա, որ դա այդքան էլ դժվար չի։ Եթե դու որպես հոգեբան չկարողացա նրան օգնել, ուրեմն ոչինչ էլ չի ստացվի։ Ուղղակի ժամանակ է պետք։ Պիտի համբերատար լինենք։ Ու հավատա ամեն ինչ իր տեղն է ընկնելու։ Եթե Վահանի փոխարեն լինել մեկ ուրիշը, ես առանց մի վայրկյան մտածելու կգնայի նրա մոտ։ Բայց ես վստահ չեմ, որ Վահանը մեզ կընդունի։ Վիկ, դու միակ մարդն ես, ում Վահանը ինչ-որ չափով վստահում է։ Ու նա քեզ կլսի, հավատա։ Ես Վահանին շատ եմ օգնել, բայց այս այդ դեպքը չի։ Դժվար է խոսել մի մարդու հետ, ով իմ կյանքում շատ մեծ կարևորություն ունի։ Դու դեռ սիրում ես նրան։ Կլինի չպատասխանեմ։ Ես հիմա չգիտեմ, սիրում եմ, չեմ սիրում, ունեմ այդ հարցի պատասխանը, թե չունեմ, ինքս էլ չգիտեմ։ Վիկա, խոսի նրա հետ։ Նա քեզ կլսի։ Մարկ, չեմ կարող։ Չեմ ուզում փորփրել մի մարդու ներաշխարհը, ով հիմա տառապում է իր կնոջ կորստի համար։ Հասկացի Նորայի փոխարեն կարող է լինել ես։ Ու գուցե ամեն ինչ ուրիշ կերպ լիներ։ Վիկ, կներես ինձ, չէի ուզում։ Ոչինչ։ Էլու մոտ պետք է բացեմ ներաշխարհս, եթե ոչ հոգեբանի։ Ես նախ եւ առաջ քո ընկերն եմ։ Ուրեմն իմ սիրելի ընկեր, հասկացիր, որ ես չեմ կարող քեզ ոչ մի բանով օգնել։ Պաստորեն դու ինձ մենակ ես թողնում։ Պաստորեն, դու կարող ես։ Չէ՞ որ դու մեր հանրապետության առաջատար հոգեբաններից ես։ Լավ, ես գնամ։ Ես քեզ կուղեկցա։ Պետք չի։ Ես ուժեղ կինեմ։ Մենակ էլ կարող եմ։ Ուժեղ կինեմ, չէ՞։ Շատ ուժեղ։